Եվ այսպես անդրադառնանք արդեն ավանդական դարձած մեր հատուկ էջին եւ խոսենք առողջ սնուցման մասին։ Այս ծրագիրը իրականացնում ենք Oxfam միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ եւ այս հարցում մեզ աջակցում են առողջապահության նախարարության մասնագետները։ Այսօր խոսելու ենք հղի կանանց սննդակարգի մասին։ Այս հարցում մեզ կօգնի եւ ճիշտ խորհուրդներ կտա առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ շնորհակալություն, որ օրը սկսում եք մեզ հետ եւ խոսելու ենք իսկապես կարևոր թեմայի մասին, որովհետեւ մեր բալիկները, որոնք ծնվում են, առողջ բալիկները, դա մեր ապագան է եւ բնականաբար պետք է մտածենք մայրերի մասին։ Եվ քանի որ անդրադառնալու ենք սննդակարգին, ես գիտեմ, որ հայերը բավականին դժվար են իրենց մտածողությամբ եւ բավականին ծանր են ընդունում եւ ընկալում այն խորհուրդները, որոնք սովորաբար տրվում են։ Իսկ հղի կանայք իմանալով, որ մայրանալու են եւ պատասխանատվությունը երկակի է, որքանով ուշադիր են իրենց առողջության նկատմամբ։ Ասեմ, որ իսկապես սնուցումը եւ առողջ սնունդը ունի որոշիչ նշանակություն մարդու առողջության պահպանման համար։ Սննդի հետ կապված բազմաթիվ հիվանդություններ կարող են հարուցվել մարդու մոտ, կապված եւ միկրոէլեմենտների անբավարարությունից, եւ իհարկե սննդի անվտանգության կանոնների խախտումից։ Ամբողջ աշխարհն արդեն իսկ մտածել է եւ առաջարկել է սննդի բուրգ կոչված գաղափարը, որը իր մեջ ներարկում է, պատկերացրեք բուրգ, եւ բուրգը ունի շերտեր, 4 շերտ ունի բուրգը։ Շատ հետաքրքիր է, որ լուսատուի գույներով է ներկված այդ բուրգի շերտերը։ Առաջի երկու շերտը, որի մասին ես կխոսեմ, կանանչ գույնն է, այսինքն չկա սահմանափակում, ինչպես տրանսպորտային ջրթևեկության ժամանակ։ Մյուս շերտը, երրորդ շերտը, դա դեղին գույնն է, որը ասում է կանգար, խորիր, նախազգուշացնում է, եւ վերևի բուրգի գագաթը դա կարմիր շերտն է, որը արգելում է։ Ինչ է մտնում, հղիների եթե վերադառնանք, մենք իհարկե շատ կարևորում ենք հղիների առողջությունը եւ իհարկե սննդի կարևորությունը հղի առողջության պահպանման եւ երեխայի զարգացման, պտղի եւ հետագա աճի եւ զարգացման համար։ Հետեւաբար, հիմա ես կասեմ, մենք այսօր որդեգրել ենք մի շատ հետաքրքիր ռազմավարություն, կոչվում է առաջին 1000 օրը։ Դա պտղին է վերաբերում երեխային, առաջի 280 օրը վերաբերվում է նրա ներարգանդային կյանքին, հետագա 700 փաստորեն 30 օրը վերաբերվում է նրան մինչև 2 տարի հասակը։ Եվ մշակված են բոլոր ստանդարտները, բոլոր չափորոշիչները, ինչպես պետք է հղիկինը սնվի եւ ինչպես պետք է հետագայում սնուցի իր երեխային մինչեւ 2 տարեկան հասակը, որտեղ հիմնական ֆունկցիաները, օրգանիզմի վերակառուցումը եւ հետագա ճակատագիրը երեխայի կախված է հենց այս 1000 օրից։ Մենք կարող ենք ասել, որ ռազմավարությունը փաստորեն մշակված է, իսկ իրական դա Եթե վերադառնանք բուրգին, դու գույները եւ դրանց նշանակությունը ասացիք, իսկ ամեն գույնը ի վերջո ինչ է պարունակում։ Այո, առաջի կանանչ հիմքը, որ կա, դրանք հացազգիներն են եւ հացազգիներից պատրաստված մթերքը, դա մեր հացն է, որը պետք է լինի որակով եւ հիմա շատ է խոսվում հարստացման մասին, մենք այսօր հացից, մեր հացահատիկներից խլել ենք այն բոլոր էլեմենտները մեր տեխնոլոգիաների պատճառով ալյուրի արտադրության, որոնք պարունակվում են, դրա B խումբն է, դա ֆոլաթթուն է, կան շատ էլեմենտներ։ Մենք տեխնոլոգիայի ժամանակ դրանք կորցնում ենք։ Հիմա մեր հիմնական նպատակներից մեկն է հացին վերադարձնել այն, ինչ մենք նրանից խլել ենք տարիների ընթացքում։ Սա ալյուրի հարստացման ծրագիրն է։ Այո, սա ալյուրի հարստացման ծրագիրն է, որը ունի որոշիչ նշանակություն մարդկանց առողջության պահպանման, ոչ միայն հղիների, տղամարդկանց, երեխաների բոլորի, ովքեր հաց են օգտագործում։ Ուրեմն բուրգի հիմքը հացն է, հացազգիներն են։ Մենք հնում ունեցել ենք հացազգիների բազմաթիվ տեսակներ, հաճար, բլղուր, ծեծած կոտ, այնքան շատ են դրանց տեսականին եւ մեր
տնտեսուհիները մեր բնակչությունը օգտագործել է հիմնականը դարձնելով հացազգիները իր օրվա սնուցման ռացիոնում։ Եվ դա կարելի է օգտագործել անսահմանափակ։ Դա իհարկե անսահմանափակ չենք օգտագործում, կան որոշակի չափանիշներ, 11 բաժին է կոչվում, մեկ բաժինը իրենից ներկայացնում է, ասենք 50 գրամ հացազգի, 50 գրամ հացազգուց պատրաստված մթերքը։ Երկրորդ շերտը դրանք մրգերն ու բանջարեղենն է։ Միայն մրգերից ու բանջարեղենից ենք մենք ստանում մեզ անհրաժեշտ միկրոէլեմենտները, կալցիում, երկաթքիչ չափով, վիտամին C, ֆոլաթթու, վիտամին D եւ այլը։ Սրանք մրգերն ու բանջարեղենն են։ Եվ օրվա ընթացքում առողջ կինը, հղի կինը պետք է օգտագործի 4 բաժին միրգ, 5-6 բաժին բանջարեղեն եւ սրա պետք է լինի բազմազան, որտեղ մեկ մթերքի, մեկ բանջարեղենի մեջ կա մեկ էլեմենտ, մյուսի մրգի մեջ կա մեկ ուրիշ էլեմենտ։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունը եզակի երկրներից է, որ շուրջ տարի մենք ունենք այդ միրգն ու բանջարեղենը ուտելու հնարավորությունը։ Ուղղակի պետք է մեր սովորույթները փոխենք եւ մտցնենք մեր օրվա ռացիոնի մեջ միրգն ու բանջարեղենը տարբեր աղցանների, թարմ աղցանների բնական ձևով օգտագործման եւ ինչու՞ չէ բնական ստացված հյութի միջոցով, ոչ թե արդեն արտադրված պատրաստի մեկ տարի պիտանելիություն ունեցող հյութերը, որոնք բնականաբար ունեն կոնսերվանտներ։ Երրորդ շերտը դեղինն է, տեսեք, այստեղ արդեն կա սահմանաբակում, պետք է կենդանական եւ բուսական սպիտակուցներ օգտագործի մարդը, առավել եւս կինը։ Դրանք թռչնամիսն է, ձկնեղենը, որը շատ կարեւոր է, որ ունի շատ կարևորագույն էլեմենտներ օրգանիզմի համար, մսամթերքը, եւ այդ բոլորը պետք է իհարկե անվտանգ լինեն, պետք է ստուգված լինեն։ Եվ մյուս դեղնի մի մասը, դա կաթնամթերքն է։ Առաջներում մենք ինքներս կհիշենք, որ բոլոր մարդիկ մեծ քանակությամբ կաթնամթերք էին գնում, սպառում, սա եւ գնի հետ էր կապված երևի եւ սովորույթների հետ։ Կաթնամթերքի մեջ հատկապես կաթնաշորի մեջ գտնվում է մեծ քանակությամբ կալցիում եւ հատուկ ամինաթթուներ կաթի մեջ, մեր մածունի մեջ, մեր ավանդական շատ լավ մածունի մեջ։ Ես ներողություն եմ խնդրում, իսկ ինչ անեն այն մարդիկ, ովքեր կաթնաշոր կամ կաթ չեն օգտագործել։ Իհարկե, դրա համար կան որոշակի լուծման խնդիրներ, իհարկե, մրգերում կան բավականին մեծ քանակությամբ կալցիում։ Իսկ ասենք այն հաբերի մասին, որոնք կարող են ստանալ։ Ուրեմն հղի կինը, եթե մինչև հղիություն, կարմիրի մասին էլ խոսեմ, կարմիրը դա այն մթերքն է, որը չի թույլատրվում, խորհուրդ չի տրվում ոչ միայն հղիներին, այլ նաև բնակչությանը։ Դա ալկոհոլի չարաշահումն է։ Ալկոհոլը պետք է ռացիոնից դուրս բերվի եւ ծխելը սննդամթերք չէ, բայց դա վաճառվում է բարենային խանութներում, սուրճի եւ թեյի չարաշահումը։ Սա նույնպես վտանգավոր է տեսակետից, որ սուրճի եւ թեյի մեջ կան էլեմենտներ, հատկապես տանին, կոֆեին, որոնք կապում են երկաթը, կապում են կալցիումը եւ մեր ստացած օգտակար նյութերը փաստորեն օրգանիզմում չի յուրացում։ Ես շատ կուզեմ կարևորել յոդի մասին։ Առաջներում, սրանից մի 15 տարի առաջ, մենք ունենք շատ ծանր իրավիճակ յոդի դեֆիցիտի հետ կապված, սակայն կատարվեց շատ լավ միջոցառում, մեր աղը, որ մենք ենք արտադրում, յոդացվեց, բայց մեր բնակչությունը ճիշտ պետք է պահպանի գնաց աղը, որը յոդ է պարունակում։ Պետք է լինի փակ տարայում, պետք է լինի անթափանց տարայում, բաց վիճակում չպետք է լինի։ Մեր տնային տնտեսուհիները համը ապահովելու համար աղը սովորաբար միշտ կերակրատեսակներին ավելացնում են պատրաստման process-ի ընթացքում։ Խորհուրդ է տրվում պատրաստի ժամանակ այդ աղը ավելացնել, յոդը չքարքայելու եւ որքան անհրաժեշտ է տվյալ անձին։ Շատ կարևոր խնդիրներ կան սննդի հետ կապված Մենք հաբերից չխոսեցինք։ Մենք չխոսեցինք հաբերից։ Հղի կանայք լրացուցիչ կարիք ունեն եւ կալցիումի, եթե նորմայում 500 միլիգրամ է, 1000-1500 է։ Հետևաբար այդքանը մենք մտածում ենք սննդով կարող է կինը չստանալ, հետևաբար հղիության ընթացքում նա ստանում է հղիների համար հատուկ
արդեն մշակված, ստեղծված, այսպես կոչված պոլիվիտամիններ։ Ես ուզում եմ կարևորել նաև ֆոլաթթվի դերը, որովհետև դժբախտաբար մեր հանրապետությունում տարեկան մենք ունենում ենք ողնաշարի բնածին շեղում, ողնուղեղային կոչվում է ճողվածք, սպինա բիֆիդա հայտնի անունով, որի պատճառներից հիմնականը կան այլ պատճառներ էլ իհարկե, բայց հիմնական պատճառը դա ֆոլաթթվի անբավարարությունն է։ Պատկերացնեք պարզ միջամտություն, մինչև հղիանալը, կինը 2-3 ամիս օգտագործում է այդ ֆոլաթթվի հավելումները, տաբլետկաները, հաբերը եւ հղիանալուց հետո առաջի ամսվա ընթացքում։ Իսկ ինչ է իրականում ստացվում։ Հղի կինը դիմում է կանանց կոնսուլտացիա, երբ արդեն հղիությունը 1 ամսից ավել է, եւ այդ ժամանակ արդեն այդ ողնուղեղի ձևավորումը ավարտվել է։ Եվ ինչու՞ այդ ալյուրի հարստացումը մենք եզրափակողներից մեկն եմ, որովհետև ֆոլաթթու պետք է ավելացվի այդ ալյուրին եւ մենք դրանով կկանխենք տարեկան 70-80, պատկերացնեք ողնաշարի ճողվածք ունեցող երեխաների թիվը։ Շնորհակալություն, հացի հարստացման թեմային մենք պարբերաբար անդրադառնում ենք, նաև կլինենք կարծում եմ, այո։ Դա առողջ սնուցման կարևորագույն հիմքերից մեկն է, դրա համար ես ինձ թույլ տվեցի անդրադառնալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։